Բանակում 3 մահվան հերթական դեպքը գրանցվեց, քննչական կոմիտեն արդեն հայտնեց, որ սպանություն է տեղի ունեցել եւ 1 ձերբակալված անձ կա, սա մահվան արդեն 3-րդ դեպքն է վերջին 10 օրերի ընթացքում եւ տեղի է ունենում այն իրականությանը զուգահեռ, երբ իշխանությունները հայտարարում են, որ պայքար են տանում թույլ չտալու մահվան նման դեպքերի կրկնություն։ Ձեր կարծիքով ինչու չի հաջողվում հասնել խնդրի լուծմանը։ Իշխանությունը շատ ավելի կենտրոնացել է պատասխանատվությունը այլոց վրա վարդելու ուղղությամբ եւ կարծես թե ողջ ռեսուրսն ու պոտենցիալը դրա վրա է կիրառում եւ շատ ավելի քիչ կենտրոնանում իրական խնդիրների լուծման ուղղությամբ։ Ես երեք նաեւ մտովի հիշեցի 2019 թվականը, երբ որ Արցախի պաշտպանության բանակում մեկ ամսվա ընթացքում միանգամից տարբեր դեպքեր էր գրանցվել ողբերգական, այդ ժամանակ նույն այս իշխանությունն էր, խորհրդակցություն արեցին եւ որպես մեղավոր հռչակեցին այդ ժամանակվա պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանին եւ փորձեցին կադրային այդ փոփոխությամբ խնդիրները լուծել։ Ինչի է սա որպես հատկանշական համեմատություն նշում, որովհետեւ այս դեպքում երբ որ իրար հաջորդող դեպքեր են ողբերգական ելքով նույն այդ իշխանությունը հայտարարում է, որ այստեղ պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբը որևէ մեղավորություն չունեն։ Ես դեռ չեմ ասում այն մասին, որ կառավարության ղեկին կանգնած Նիկոլ Փաշինյանն է, եւ բնականաբար Նիկոլ Փաշինյանը նաեւ պատասխանատվություն կրում, այդ թվում պաշտպանության եւ անվտանգության ոլորտում իրականացվող քաղաքականության եւ դրա հետևանքների համար Եվ ըստ այդմ նաև Նիկոլ Փաշինյանը այս ամենում ունի իր հստակ պատասխանատվությունը։ Հիմա երբ որ հարց է հնչում, թե որն է այս ամենի պատճառը, ապա այս պատճառները շատ են եւ դրանք բավականին խորն են։ Մի քանի ուղղություն ես ամեն դեպքում կմատնանշեմ։ Առաջինը դա զինված ուժերում ստեղծված բարոյական մթնոլորտն է եւ իշխանության կողմից զինծառայողների բարբերաբար ճնշումները Սրա որպես ենթամաս կարելի է համարել նաև զինված ուժերում զինծառայողներին եւ հատկապես հրամանատարական կազմին ճուժերներ եւ սվոյներ անելու անընդունելի մոտեցումը, որի հետևանքը նաև մեծ թվով սպաների տարբեր փուլերում զինված ուժերից դուրս մնալ կամ զորացրվելն է։ Երկրորդ հանգամանքը դա զինված ուժերում ստեղծված պատկերն է։ Իշխանությունը 2018 թվականին հռչակեց բարեփոխումները, որոնք իսկ ճակերտավոր պետք է հասկանալ, դրանից հետո սկսեց բանակում զտումները, անընդհատ զորացրելով կամ այնպես իրավիճակ ստեղծելով, որը իբին բերելու է զորացրման, մեծ թվով հրամանատարների բանակից պարզապես ազատելն է, եւ դրա հետևանքով զինված ուժերում սպաների հրամանատարի թիվը էականորեն կրճատվեց։ Դա մի քանի փուլով իրականացվեց 2018 թվականին 44-օրյա պատերազմից հետո 2023 թվականին եւ նաեւ այս վերջին նախընտրական փուլում, որի ժամանակահատվածում իդեպ ասում են, որ մեծ թվով զինծառայողներ պարզապես տարբեր պատճառաբանությամբ, իսկ իրականում քաղաքական դրդապատճառներից ելնելով պարզապես ազատվել են իրենց պաշտոններից։ Հիմա երբ որ նույնիսկ սպաների հրամանատարների թիվն է նվազում զինված ուժերում, բնականաբար այն գործառույթները, որոնք դրված են նրանց վրա, այդ թվում զորքերի կառավարման, քաղաքապահության ապահովման տեսանկյունից, բնականաբար կադրային այդպիսի փուլային ջարդերի պայմաններում բնականաբար զինված ուժերում վերահսկման խիստ խնդիրներ են առաջանալու։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ մեծ թվով սպաներ, որոնք տարբեր պատճառներով հեռացել են զինված ուժերից այս 8 տարի ընթացքում, նրանցից շատերը որակական բարձր հատկանիշներ, փորձառություն, այդ թվում անձնակազմի հետ փորձառություն ունեցող մարդիկ էին եւ բնականաբար նրանց հեռանալը չէր կարող զինված ուժերի վրա այդքան մեծ ազդեցություն չթողներ։ Եվ երրորդ հանգամանքը, որը ոչ պակաս կարևոր է, դա իշխանության կողմից զինվորական ծառայությունը որպես սովորական աշխատանք դիտարկելն է, որովհետև ըստ այդմ էլ մոտեցումը այն է, որ այդ մարդիկ գործատուն պետությունն է, այդ մարդիկ աշխատում են պետության համար եւ առաքելությունից
կամ ծառայությունից զինված ուժերում ծառայությունը որպես զուտ աշխատանքի վերածելը բնականաբար ըստ այդմ էլ պատասխանատվության եւ գաղափարական առումով մեծ ազդեցություն է թողնում զինված ուժերում զինծառայողների փոխհարաբերությունների վրա։ Հատկապես կհիշեք, որ զինված ուժերում ծառայությունը ժամանակին, երբ որ որպես հերոսություն էր դիտվում, իշխանությունը ասաց, որ այդպես չէ, որտեղ իրենց համար հերոսները պարզապես հարկ վճարողներն են, եւ բնականաբար զինված ուժերում բավական մեծ ազդեցություն ունեցող այդ մոտեցումը զինծառայողների նկատմամբ հատուկ վերաբերմունքը եւ նաեւ կարգավիճակը եւս որոնք ունեն կարևոր ազդեցություն զինծառայողների մոտիվացիայի վրա, դա եւս փոփոխության ենթարկվեց։ Հիմա զինված ուժերը ամենատարբեր հարձակումների եւ չարեփոխումներ են ենթարկվել, որտեղ այդ փոփոխությունները բարեփոխում որևէ պայմաններում չի կարելի համարել։ Ըստ այդմ էլ դա ընդհանուր ազդեցություն ունենում այսօր բանակում տիրող իրավիճակի եւ նաեւ վերջին հատկապես մեկ ամսում դրսևորվող միջադեպերի վրա։ Վերջին շրջանում հատկապես բարձրացած մեծ աղմուկից հետո պաշտպանության նախարարը զորամասեր է այցելում, զրուցում է հրամանատարների հետ, զինվորների հետ, զուգահեռ պաշտպանության նախարարությունը հայտարարում է համակարգային պայքար են սկսել բանակում քրեական ենթամշակույթը արմատախիլ անելու ուղղությամբ, այսպես հայտարարվում է, որ ինտենսիվ աշխատանք են տանում, ձեր կարծիքով իսկապես նման աշխատանք կա, թե պարզապես ցուցադրական կողմն է ապահովում։ Եթե ռեալ աշխատանք իրականացվել, ապա մենք այսօր առիթ չենք ունենա այս հավագին ողբերգությունների շղթայի մասին խոսելու։ Երկրորդը մարդիկ, որոնք խոսում են փոփոխությունների մասին, այդ փոփոխությունները եւ իրական ընկալումները իրար որևէ առնչություն չունեն։ Հիմա տեսեք, երբ որ սկսվեց այս միմյանց հաջորդող դեպքերը, սա որպես օրինակ եմ ասում, ինչ տեղի ունեցավ, ասացին երկու ուղղությամբ երկու օղակում փոփոխություն կան։ Ռազմական ոստիկանության պետին փոխեցին եւ պաշտպանության նախարարության այդ բարոյական վարչության պետին։ Հիմա այդ փոփոխությունից հետո ով նշանակվեց ռազմական ոստիկանության պետ։ Նշանակվեց Հայաստանի նախկին ոստիկանապետը, որը այդ ուղղությամբ որևէ փորձառություն չունի զինված ուժերում գործելու, ծառայելու Այսինքն ըստ էության իշխանությունը յուրայինային աշխատանքով տեղավորելու նպատակով ստեղ կատարեց կադրային փոփոխություն, դեռ չեմ խոսում, որ զինված ուժերը փորձադաշտել չի, որ պարզապես կադրային նշանակումներ արվեն այնտեղ, որտեղ բավականին նուրբ եւ առանձնահատուկ ծառայություն է ենթադրվում, եւ այս իրավիճակը փորձեցին ներկայացնել որպես իրավիճակի հանգուցալուծմանը գնացող Սա չի կարող չէ դիտվել որպես փոփոխության հիմք այն դեպքում, երբ որ այդ պաշտոն նշանակվել է մարդ, ում կոմպետենտությունը այդ պաշտոնում ակնհայտորեն քննարկման ալիքի է բերել։ Սա մեկ։ Երկրորդը, միայն փոփոխությունները չեն կարող այս իրավիճակը փոխել կադրային առումով։ Բանակում կա մի քանի ֆունդամենտալ հարցեր, որոնց ես մի քանիսի մասին արդեն անդրադարձել Իսկ այդ ուղղությամբ իշխանությունը որևէ քայլ չի անում։ Այն ինչ որ արվում է, դրանք իրավիճակային քայլեր են, շատ դեպքերում նաև ցուցադրական, հանրությանը ցույց դնելու իրենց շակերտավոր հետևողականությունը կամ ակտիվությունը այդ խնդիրների հետևից գնալու։ Բայց ակնհայտորեն իշխանությունը հիմնական նպատակներին չի հասել եւ չի էլ կարող հասնել, որովհետեւ այն հիմնական խնդիրները, որոնք այսօր առկա են եւ իրենց հետ բերում են միջադեպերի, դրանց ուղղությամբ կամ դրանց կանխման ուղղությամբ որևէ լուրջ քայլ չի իրականացվում։ Ինչ պետք է արվի, ինչ եք կարծում։ Հարցի երկու մասի այստեղ կարելի է բաժանել։ Առաջինը դա բխում է արդեն նշեցի կառավարության ղեկավարի եւ կառավարության այս հիմի իշխող ուժի նպատակներից եւ ծրագրերից, իսկ այդ նպատակները բնականաբար տապալվել են եւ սա նորմալ երկրներում պետք է բերել հրաժարականի, ինչը Հայաստանում հասկանալի պատճառներով տեղի չի ունենա։ Եվ երկրորդը, որը չասեմ, որ շատ մեծ նշանակություն ունի այսպիսի կառավարության պայմաններում, տեղում առաջին դեմքերի եւ պաշտոնատարային անձանց, արձակուրդ պաշտոններ զբաղեցնող անձանց մասին է խոսքը։ Փոփոխություններն են, որոնք կարող են բերել որևէ այլ կոմպետենտ մարդկանց նշանակմանը, ինչը
այս կառավարության պայմաններում ճիշտ ասած ես դժվար եմ պատկերացնում։ Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, դեռևս այլ հայտարարություն այս պահին չի եղել, որ ռադիկալ քայլերի են պատրաստվում գնալ բանակում իրավիճակը կարգավորելու համար, ձեր կարծիքով ինչ ռադիկալ քայլեր կարող են լինել, բացի նրանից, ինչ որ դուք նշեցիք արդեն։ Ժամանակը ցույց է տվել, որ այս 8 տարի ընթացքում եւ խոսք է գնացել փոփոխությունների մասին, դրանը կդնենք ռադիկալ, թե մեկ այլ բանի, որևէ իրավիճակ չի փոխվել։ Հիմա ես արդեն խոսեցի այն մասին, որ բանակը փորձադաշ չէ եւ բնականաբար մեկ փորձել այս մարտում, մեկ փորձել այն մարտում, փորձել այս կամ այն ծրագրի ներդրումը հենց դրանով որևէ խնդիր չի լուծվելու։ Այսինքն մեխանիկական փոփոխությունը ինքնին չպետք է համարել բարեփոխում եւ համարել, որ դրանով խնդիր է լուծվում։ Եվ երկրորդը, գիտեք, 8 տարի անց է նույն մարդիկ այդ պաշտոնում են կառավարության ղեկին են, գործող պաշտպանության նախարարը 4 տարի է պաշտպանության նախարարի կարգավիճակում է, մոտավորապես այդքան էլ զինված ուժերի գլխավոր շտաբի վերաբերում եւ մարդկանց հիմնավորեն թե նոր էջից են սկսում կամ նոր հնարավորություն են գտել, գիտեք, կարծում եմ որևէ մեկի համար սա իրատեսական չի կարող թվալ։